Տեր Հիսուս, ուրախ ես, որ Տիրոջ տան մեջ ես, ամեն, միակ տեղն է, որ կարող է քո ուրախությունը ամեն օր ավելանա, ամեն, լավ հանգստացեք, ես օրերի մեջ ուզում եմ, որ ամենքս Տիրոջ հանգիստը նաև վայելենք, Եվ անցնելով այս օրերի մեջ Տիրոջը էլ ավելիով ճանաչենք, ամեն ուզում ենք ամենքս Եվ ինչպես որ հայրը որդին և Սուրբ Հոգին մեկ են Նրանք կամեցան, որ մենք էլ մեկ լինենք իր մեջ, ամեն Եվ այս օրերի մեջ ամբողջական մեր խոսելը ամեն ինչ կլինի հենց այս ամենի մասին Որ մենք էլ մեկ լինենք, ինչպես որ Տեր Հիսուսը կամեցավ, ամեն Մենք էլ ենք ամենում Հարքես Տեր Մի բանի մասին եմ ուզում ձեզ հետ կիսվել Այսօրվա թեման ընտանիքում մեկ լինել Սրա մասին ենք նայելու այսօր ամբողջ օրը Եվ մի բան տեղի ունեցավ Այստեղ գալու առաջի օրը հենց Վայրը չեմ նշի, մի տեղ էի Եվ մի բանի ականատես եղա Ինձ շատ հետաքրքրեց ու ներսս շարժեց ու ոնց որ թարմացներ ներսս մի բան ոնց որ հատուկ լիներ Աստված ինձ կենտրոնացրեց այդ կատարվածի վրա ուրեմն մի տուն կա այնտեղ վարձով մարդիկ են ապրում նորմալ տենց կարգավիճակի մարդիկ վերջը լավ աշխատանքով եւ այլն եւ այդ տարածքում տեղի բնակիչների երեխաները ամեն անգամ Մի քանի անգամ արդեն կարծես իրենց տան դիմաց խնդիրներ էին առաջացնում, գալիս էին, հավաքվում էին, աղմկում էին, մի քիչ տենց մանկական կոլա բան էին խմում եւ եղածը թողում էին դրան դիմաց գնում էին, նմանատիպ բաներ էր եղել, կարծում եմ, եւ այս տանտերը, այդտեղ վարձով մնացող անձնավորությունը երեկոյան ժամի վերադարձավ տուն, նորից մեքենայով հենց կանգնեց, տեսավ որ այնտեղ նորից ինչ-որ տենց թափ-թփված վիճակ բան կա, անմիջապես մեքենայից իջավ ու բարձր ձայնով աղաղակելով այս երեխաների վրա սկսեց գոռգոռալ։ Երբ որ սկսեց գոռգոռալ, մի բան էր հետաքրքիր, որ այդ երեխաներից մեկի հայրը հենց մոտակայքում էր, մոտեցավ, որ հենց այդ վայրի բնակիչը մշտական, սրանք շեշտում են, որովհետև կապ ունեն, մոտեցավ, ասաց, ինչու ես աղաղակում, ինչ ես գոռում, ինչ ես բորբոքվում երեխեքի վրա, խես երեխեքի վրա գոռում, այս մարդը շարունակում էր գոռալ, նորից, բա ուզում եմ իմանամ ով արե, այս երեխաներից մեկի հայրը մի բան արեց, որ ինձ շատ զարմացրեց, որ չէի սպասի այդ մարդուց, ասեց ես եմ արել, որ ասեց ես եմ արել, այս գոռգոռացող մարդը հալվեց մի անգամից, ինչա պետք ասեց, ինչ են արել, ասա ես կուղեմ Ընդեղ մի երկու պատճառ էր բերում, թե ինչ էին արել, բայց երբ որ ասեց ես եմ արել, այդ ես եմ արելից հետո, որ ինքը, սենց ասեմ, ես տեսա մի բան, որ ինքը իր որդու և իր որդու ընկերների արած սխալի հետ մեկացավ, ինքը վերցրեց իրա վրա, ինքը ու այդ իրան հաճելի չէր, որ տենց բարձր ձայնով, այդ երեխեք իրա տենց գոռգոռում էր, ու որ վերցրեց իրա վրա, ես դիմացինը մի անգամից իրա գոռոցից sense բան եղավ, ասաց ինչա պետք անեմ, ասա, իմ երեխեն արե, կապ չունի ում երեխեն արե, ես կանեմ, ես եմ արե, սրանց հետո մի քանի րոպեեր անցել, արդեն երկու մեծերով վիճում էին, թե ով է պիտի առաջինը հավաքի, Ինձ ասում է լավ բան չկա, ես կանեմ, ինձ ասում է չէ ինչ են արի, ես կուղեմ այդ ամենը, ինչն էր այստեղ ինձ որ գրավեց շատ, երբ որ ընտանիքում, երբ որ մի բան կա, մի դժվարություն կա, մի խնդիր կա, անմիջապես ընտանիքը իր հետ միանում է այդ դժվարությունը անցնելու համար, մեկանում է իր ընտանիքի անդամի, հələ այստեղ հայրը որդի էին, ինքը սկի չգիտեր էլ որ իր որդին ինչքանով է մասնակիցը թե, բայց ինքը իր որդու և ընկերների, ոնց որ սխալը վերցրեց իր վրա, ու անմիջապես այդ հարցը կարգավորվեց, իհարկե ես ճանաչում եմ այդ մարդուն, որ ինքը ամեն անգամ իր
դուստրերին էլ որդուն էլ լավ խիստ խրատում է, այդ իր հերթին է, բայց ինչ ներսիրուն, որ ինքը մեկացավ, միաբանվեց իր ընտանիքում առաջացած խնդրին, ինքը չթողեց խնդրի մեջ, չասեց թող ինքը ոնց ուզում արել այդ հարցը լուծի եւ ինքը մեկացավ եւ այսօր ուզում եմ էլի այս մեկանալու, միաբան լինելու խնդիրների ժամանակ, երբ որ խնդիրներ են առաջանում ընտանիքում այդ խնդիրը բոլորով են փորձում լուծել, բոլորով ուզում են այդ հարցին լուծում տալ, երբ որ միաբանվում ես, միաբանության մեջ զորություն կա, երբ որ հայրը միաբանվեց որդուն եւ որդու ընկերներին անմիջապես այդ հարցը լուծում ստացավ, ամեն եւ մի ստեղից սկսեցի ուսումնասիրել Աստծո խոսքում Աստծո հերոսների, գեներալների կյանքում այսպիսի ինչ դրվագ կար ու ինձ այս կատարվածը տարավ հենց այդ ուղղությամբ ու մի բան շատ աչքիս առաջ եկավ, որը սկսեցի ուսումնասիրել Մովսեսի մասին ովքեր գիտենք, բայց մի կարճ Մովսեսի կյանքից կուզեմ ասել, որպեսզի Մովսեսից պիտի խոսեմ, բայց այս վիսոկին մի քիչ շատ է ոնց որ, եթե խանգարում է Լիա ջան, կարող ես մի փոքր լավ է, հա, ես ոնց որ մտածում եմ շատ է, դրա համար փորձում եմ ավելի ցածր խոսամ, հա, շատ լավ։ Ուրեմն Մովսեսի կյանքից ով էր Մովսեսը, մի երկու բան իր սկզբից ասեմ, որպեսզի հայտնի լինի ամենքիս։ Մովսեսը մեծացել էր Փարավոնի տանը, բայց Փարավոնի ազգականը չէր։ Ինքը հենց Փարավոնի հրամանով ոչնչացվող երեխաներից մեկն էր, որ թեև Փարավոնը վախից հրաման էր տվել, որ Իսրայել ժողովրդի տղա երեխաներին գցեին նեղոսը, որպեսզի այդ ազգը հանգարց չշատանար, բայց Աստված նրա ուզածին հակառակ անգամ մեկին բերեց իր տան մեջ մեծացրեց, որպեսզի հետո Եգիպտոսից պետքա իսրայելացիներին հրյաներին հաներ ստրկության տակից։ Ասի մի կողմ, բայց Մովսեսի կյանքից մի բան եմ ուզում նայենք, թե ինքը ինչպես մեկացավ Աստծո հետ եւ ինչպես մեկացավ իր ժողովրդի հետ, այդ մեծ ընտանիքի հետ։ Մենք ինքներս հենց այստեղ մի ընտանիք ենք, ամեն ովքեր են համաձայն սրա հետ։ Մենք մի մեծ ընտանիք ենք եւ մեր հայրը երկնքում, որ մեզ ամենքից ոչ մարմնի կամքից, ոչ արյունի կամքից, ոչ էլ ժառանգությունից մարմնական, այլ Աստվածանից հենց ինքն իրենից ծնեց։ Ամեն։ Մենք ամենքս ծնվեցինք Աստվածանից եւ մի ընտանիք ենք, որտեղ եւ մեր հայրը ուզում է, որ ամենքս մեկ լինենք։ Եվ հենց այս մեծ ընտանիքի մասին եմ ուզում խոսել մի քանի օրինակներից։ Մովսեսը ինքը Իսրայելից էր, բայց մեծացավ Եգիպտոսում եւ Փարավոնի տանը, բայց մի տեղ կա, որ ինձ շատ սրտիս կապա, ուզում եմ մի քանի տեղ կարդանք իրար հետ նայենք, որտեղ շատ ուժեղ է հենց խոսքից, որ նայում ենք էլ իրար հետ, ամեն խոսքին ենք մոտենում էլի։ Ելից գրքից եմ ուզում կարդանք, երկրորդ գլխից 11-ից։ Արդեն Մովսեսը այստեղ մեծացել էր եւ եղավ երկրորդ գլուխ 11 խոսքից։ Եվ եղավ այն օրերում, որ Մովսեսը մեծացավ եւ դուրս գնաց իր եղբայրների մոտ, իր եղբայրների։ Ամեն ոնց որ տեսներ թե եղբայրները ոնց են ինչ են անում եւ նրանց ծանր գործքերը տեսավ։ Ուզում եմ այստեղ մի բան նայենք, ինչ տեսավ Մովսեսը, որ գնաց իր եղբայրների մոտ, իր եղբայրների ծանր գործքերը։ Սա շատ կարևոր է, հեսա մի փոքր հետո մի տեղից կկարդամ, որ կտեսնենք, սա հենց Աստծո տեսողությանը ինքը կպավ, միացավ։ Մի բառ եմ ուզում այստեղ ավելացնել, ոնց որ ավելի հենց այդ օրը երեկոյան է, այս բառը ինտեգրել եմ այս թեմայի մեջ։ Նույնականացավ, այս բառը հիմա արդի է շատ են օգտագործում եւ հենց դիտավորյալ օգտագործում եմ սա, որպեսզի ամեն անգամ սա մեզ հուշի, երբ որ այս բառը կօգտագործենք։ Այստեղ տեսնում ենք Մովսեսը իր եղբայրների ցավը տեսավ եւ առաջինը որ տեսավ, իրեն ինչ արեց։ Եկեք մի հատ տեսնենք։ Կարդում եմ, որպեսզի նրանք ովքեր չգիտեն, իրենց համար էլ հայտնի լինի։ Ուրեմն եւ եղավ այն օրերում Մովսեսը մեծացավ եւ դուրս գնաց եղբայրների մոտ եւ նրանց ծանր գործքերը տեսավ եւ տեսավ մի եգիպտացի, որ իր եղբայրի
Եբրայեցի եղբայրներից մեկին ծեծում էր։ Եվ այս կողմ ու այն կողմ մտիկ տվեց ու տեսավ, որ մարդ չկա եւ մերձրեց Եգիպտացուն եւ ավազումը թաղեց նրան։ Ուզում եմ պատկերացնենք ինչքան մեկացավ Մովսեսը իր եղբայրների հետ, որ իր աղբոր դժվարությունը տեսավ, որ նեղում են, ծեծում են իր աղբորը, անմիջապես իր աղբոր դժվարություն դարձրեց Իրանը։ Դարձրեց իրենը ու անմիջապես այդ մարդուն, այդ եգիպտացուն, որ նեղում էր, նես ծեծեց մեռավ, սենց ասեմ, լավ, չգիտեմ, այնտեղ վարկածներ կա, ասում են հրեց, ընկավ գլուխը կպավ, մեռավ եւ այլն, բայց գրված է որ մեռցրեց։ Ամեն։ Այսինքն ինքը այնքան մեկացավ իր եղբայրների խնդրի հետ, որ անգամ պատրաստ եղավ այդ ճշողին այնպիսի նեղություն տալ, որ միջև որ մեռավ։ Բայց ինքը բնականաբար հույսով եմ որ չէր ցանկանում որ մեռներ։ Բայց ես որ նայում ենք այդ մեր ընտանիքում մյուս անդամների դժվարությունների հետ մեկանալու մասին եմ ուզում մանրամասն նայենք։ Եվ ինչ արեց։ Հələ Մովսեսի կարգավիճակը պատկերացրեք, ապրում էր Փարավոնի տանը, ընտիր կյանքով կարելի ասել, չէ, ինչ խնդրեմ ուներ որ, բայց ինքը այդ կյանքը չընտրեց։ Գրված է ինքը չընտրեց այդ կյանքը, այլ գնաց իր եղբայրների հետ, որպեսզի իր եղբայրների նեղության մեջ իրանց հետ լինի, չկարողացավ ինքը առանձնացնել իրեն իր եղբայրներից։ Այսինքն ինքը մեկացավ, իր անձը նույնականացրեց իր աղբերների, իր ժողովրդին, ամեն, այդ մեծ ընտանիքին իրեն նույնականացրեց։ Եվ դրանից հետո եւ հետեւյալ օրը դուրս եկավ, ահա երկու եբրայեցի մարդիկ կռվում էին իրար հետ եւ ասեց հանցավորին, ինչու ես քո ընկերին ծեծում, եւ նա ասեց, ով քեզ վրա իշխան կամ դատավոր դրավ ինձ վրա մերցնելու միտք ունես, ինչպես Եգիպտացուն մերցրիր, ու Մովսեսը վախեցավ ու անշուշտ ասեց, որ այս բանը իմացվել է։ Ինքը դրանով չբավարարվեց, ինքը նորից էր ուզում օգնել, բայց ճիշտ է, դեռ հələ այն կարողանակությունը չուներ, որ այդ հարցը կարգավորեր, փախավ գնաց հետո երկար տարիներ գառներ արածեցրեց եւ Աստված նրան պատրաստում էր ավելի մեծ գործի համար էր պատրաստում, որ պետք էր ամբողջ Իսրայելին հաներ, որովհետեւ Աստված տեսել էր Մովսեսի սիրտը ու պատրաստել էր։ Հիմա կարդամ այն տեղը, որտեղ որ ինչով էր, ոնց էր, ես իմ սեղանը փոքր է, բայց ես մի բան կանեմ։ Լավ, այսա կտեղավորվեմ։ Կային ես գրիչով եկալ եմ։ Այսի դնենք սրա տակ,ոնաճան, տակը դիր։ Պրս։ Ուրեմն, Ելից 3:7 կկարդամ, միասին ուզում եմ գրքով առաջ գնանք, մի քանի տեղեր ուզում եմ ակնարկեմ, ցույց տամ, թե ինչպես միանալ եւ Աստծուն եւ նույնականացվել Աստծո հետ, մեկանալ միաբանության մեջ մտնել եւ ընտանիքի անդամների հետ ինչպես լինել։ Եվ այստեղ երբ որ աղաղակը գնում է դեպի Աստծուն, ժողովրդի նեղությունը այսպես է ասում 3:7-ից. Եվ Աստված ասեց. «Իրավ տեսա իմ ժողովրդի չարչարանքը, որ Եգիպտոսումն է, եւ գործավարների պատճառով նրանց աղաղակը լսեցի, որովհետեւ նրանց նեղությունները իմացա»։ Մի քանի բան է ասում այստեղ։ Տեսա, ասում է, Աստված էլ ասում է Մովսեսի, ինչպես Մովսեսը տեսավ նեղությունը, այնպես էլ Աստված ասում է, ես տեսա այդ նեղությունը, այսինքն մեր տեսնելը մեր ընտանիքում շատ կարևոր է, ինչ ենք տեսնում, նայեք, Մովսեսը Աստծո հետ նույն տեսողությամբ էր նայում իր ժողովրդին, ասում է, Մովսեսն էլ տեսավ այն խնդիրը, որ կա իր աղբերների կյանքում, իր ընտանիքի անդամների կյանքում, Աստված էլ ինքն ասում է, ես տեսա նրանց նեղությունները, տեսա եգիպտացիների չարչարելը, այսինքն սա տանում է նրան, որ Մովսեսը իր տեսողությամբ կպել էր Աստծո տեսողությանը, եւ մեր ընտանիքներում էլ, նաեւ մեր մեծ ընտանիքում, այս որ ունենք, որ ամեն օր էլ Աստված ավելացնում է փրկվածներին իր եկեղեցում, այս ընտանիքում էլ, երբ որ մենք գալիս ենք, մենք ապրում ենք այս ընտանիքի հետ, ինչ ենք տեսնում, շատ կարևոր է, Մովսեսը տեսավ նրանց դժվարությունները, տեսավ կարիքները եւ սկսեց ինչքանով որ գիտեր, սկսեց իր եղբայրների կողքին լինել, ինչ կարամ անեմ այս տանը, չընտրեց իր Փարավոնի տան այն շռայլ կյանքը, այլ ընտրեց իր եղբայրների կողքին լինելը, այդ ընտանիքի մի մասնիկ լինելը ու ինչ կարամ անեմ այս տանը, ամեն
Եվ նրանց նեղություններն էլ տեսավ, նրանց կարիքներն էլ տեսավ եւ լսեց նրանց աղաղակն էլ ինչպես որ Աստված էր լսել։ Եվ ուզում եմ մի տեղ էլ ցույց տամ իրար հետ առաջ գնալով թե Մովսեսի ինչքան էր sense մեկացել իր ժողովրդի հետ։ Եվ սա շատ կարևոր տեղ է, երբ որ Մովսեսը արդեն ժողովրդին առաջնորդում էր, եկավ միտեղ արդեն անապատում էին, որ Մովսեսը բարձրացել էր Աստծո մոտ եւ վերջացավ։ Էսի բան էս գույների հետ է բռնեցրացել է։ Ուրեմն այստեղ ուզում եմ մի տեղից կարդալ, արդեն սա այն ժամանակահատվածն է, երբ որ Մովսես առաջնորդել է ժողովրդին եւ գնացել են անապատում եւ Աստված կանչել է, որպեսզի պատվիրանները տա իր ժողովրդի համար, այստեղ մի բան է տեղի ունենում։ Պատկերացեք, Մովսեսը ամբողջ ժողովրդին առաջնորդելով Աստծո իմացությամբ, Աստծո ձեռքով, Աստծո հոգու առաջնորդությամբ գալիս են հասնում են միտեղ, երբ որ Մովսեսին կանչել էր Սարը իրեն պատվիրանները տալու, այնտեղ Մովսեսի հետ եկեք տեսնենք ինչ է խոսում։ Շատերս գիտենք այս վայրը, բայց ուզում եմ այսօր տեսնենք, թե Մովսեսը ինչպես է մեկանում իր ժողովրդին, ինչպես չի բաժանում իրեն իր ժողովրդից։ Թեև ինքը շատ հնարավորություն ուներ առանձին իրեն համար դատաստան չկար։ Եվ այստեղից կարդամ, որպեսզի ովքերս որ չենք տեղյակ չենք այս պատմությունից իմանանք։ Եվ Աստված Մովսեսին ասեց. գնա իջիր, Սարի վրա էր, խոսում էր Մովսեսի հետ, պատվիրաններն էր տալիս, եւ ահա այս ժամանակ ասում է. գնա իջիր, որովհետև ապականվեցավ քո ժողովուրդը։ Պատկերացրեք, ստեղ անգամ ժողովրդին Աստված վերագրում է Մովսեսին։ Ասում է քո ժողովուրդը։ Քո ժողովուրդը ապականվեցավ, որ Եգիպտոսի երկրից հանեցիր։ Այսինքն Մովսեսը այնքան էր իր ժողովրդի հետ կպել, մեկացել, չէր առանձնացնում իրեն, արդեն մոռացել էր փարավոնի տան իր շքեղ կյանքը, անապատ էր դուրս եկել իր ժողովրդի հետ, այսինքն իր ընտանիքի հետ։ Ընտանիքը ուներ մի կարիք, ինքը չէր առանձնացրել իրեն, մնացել էր նրանց հետ։ Ասում է, շուտով խոտորվեցին այն ճանապարհից, որ իրանց պատվիրեցի, իրանց համար ձուլակծո ворջ շինեցին եւ նրան երկրպագություն արին եւ նրանց զոհեր մատուցին։ Եվ ասեցին, սրանք են քո աստվածները, որ ով Իսրայել, որ քեզ Եգիպտոսի երկրից հանեցին։ Եվ Աստված ասեց Մովսեսին. այս ժողովուրդը տեսա եւ ահա խստապարանոց ժողովուրդ է նա։ Եվ հիմա նայեք, Աստված Մովսեսի հետ ինչ է խոսում։ Տան անդամի ով որ իր սիրտը կապել է ժողովրդի հետ։ Եվ հիմա թող տուր ինձ, որ իմ բարկությունը նրանց վրա բորբոքվի ու փչացնեմ նրանց եւ քեզ մեծ ազգ շինեմ։ Այստեղ տանում եմ մի բան, ասում եմ, քո վրա չեմ ջղայնացած։ Ինչքան է լինում մեր կյանքում, որ մեր հարազատի, մեր ազգականի վրա մի բողոք է լինում, ջղայնություն է լինում, դատաստան է լինում, մենք լուր նստում ենք մի կողմ, ասում ենք, դե հո իմ հետ չի կապված էդի։ Դե հո ինձ չի վերաբեր, հո իմ վրա չեն բարկացել, բայց բարկացել են իմ ազգականի վրա, որովհետև սխալ արա իմ ազգականը։ Բայց այստեղ Մովսեսը իրեն չի առանձնացնում, ինքը իր մեկությունը նորից ցույց է տալիս, եւ սա սրտի դիրք է, գիտեք, որ ինքը թեև այնտեղ թողել էր ամեն բան, տեսնում ենք անգամ մեծ դժվարության մեջ, որ ասում է, լսի, այդ ժողովուրդը ումից էին պատկանում, ումից էին սկսվել էր Աբրահամից, բայց ես թույլ տուր իրանց հիմա ջնջեմ, մի հատ էլ ուզում եմ Մովսեսին հատուկ պատիվ տալ, քեզանից ժողովուրդ չէ ասում, նայեք ինչ է ասում Մովսեսը իր այդ սրտի դիրքը էլի, եւ Մովսեսը իր Եհովա Աստծո առաջին աղաչեց ու ասեց. ով Աստված, ինչու քո բարկությունը, նայեք ինչ բարեխոսություն է տանում Աստված այն ժողովրդի Մովսեսը Աստծո առաջ այն ժողովրդի համար, որ իր ընտանիքն է համարում։ Իր ընտանիքն է համարում ինքը, պատկերացրեք, ինչու քո բարկությունը բորբոքվի քո ժողովրդի վրա, որ Եգիպտոսի երկրից հանեցիր մեծ զորությունով ու զորավոր ձեռքով։ Ինչու համար Եգիպտացիք խոսեն եւ ասեն, թե չարության համար հանես նրանց, որ սարերումը մերցնեն նրանց եւ երկրի երեսիցը փչացնեն նրանց։ Դարձիր քո սաստիկ բարկությունիցը եւ ետ առ այս չարիքը քո ժողովրդի վրայից։ Հիշիր քո ծառաներին, Աբրահամին, Իսահակին, Իսրայելին, որոնց դու երթում արիր քո անձովը եւ ասեցիր նրանց. ձեր սերունդը երկնքի աստղերի պես պիտի շատացնեմ եւ բոլոր այս երկիրը, որի մասին խոսեցի, ձեր սերունդին պիտի տամ ու պիտի ժառանգեն հավիտյան։
Եվ Եհովան ետ առավ այն չարիքը, որ ասել էր, թե իր ժողովրդին պիտի աներ։ Պատկերացնում եք մեկը, որ մեղադրանք չուներ, բայց ինքը այդ ընտանիքի անդամն էր, իր բարեխոսություն այդ ընտանիքի անդամների համար Աստծո բարկությունը ետ դարձրեց, եւ ասում է ետ դարձրեց։ Այսինքն, այստեղ տեսնում ենք այն մեկությունը, որ Մովսեսը իր ամբողջ ժողովուրդը դարձրել էր Իրանը, անգամ այնքան որ Աստված ասեց քո ժողովուրդը։ Ուզում եմ այս մեկությունը որդեգրենք, ասես դառնա մերը, որ ես այս ընտանիքի մի անդամն եմ։ Այն ժողովուրդը, որ պաշտում են Հորը, Որդուն եւ Սուրբ Հոգուն եւ Հիսուսի հետ հավաքում են, անկախ նրանից երկրի որ ծայրերում են, ես այդ ընտանիքի անդամն եմ, ամեն, որովհետև Հիսուսն ասաց, նրանք, որ իմ հետ հավաքում են, նրանք ուրիշինը չեն, իմն են, նրանք, որ չեն ցրում, իմն են, հավաքում են ինձ հետ, ամեն, ուրեմն մենք հենց այս մեծ ընտանիքի մի մասնիկն ենք եւ այս մեծ ընտանիքում էլ ես մի կտոր եմ եւ ամեն բան կարող եմ այստեղ անել ինձ զորացնող Քրիստոսով, որ գնաց այստեղ Մովսեսը բարեխոսեց եւ կարծես բարկությունը Աստված հետ վերցրեց։ Եվ շարունակության մեջ ուզում եմ միտեղ էլ նայենք Մովսեսը անգամ ինչ աստիճանի է հասնում իրեն ժողովրդի հետ մեկացրած լինելով, ինչ է ասում Աստծուն։ Մյուս հանդիպման ժամանակ կարծես որ Մովսեսը իջնում է ներքև, տեսնում է այնտեղ դատաստան է անում, չի դիմանում, թե ինչ էին արել, բայց այսօր ավելի շատ ուզում եմ մեկ լինելու մասին խոսել, միաբանված լինելու մասին, դժվար պահին։ Եվ այստեղ 30 խոսքից, 32-ի 30 խոսքից եմ ուզում։ Եվ եղավ հետևյալ օրը, որ Մովսեսն ասեց ժողովրդին. դուք մեծ մեղք գործեցիք, եւ հիմա Աստծո մոտ պիտի վեր գնամ, գուցե քավություն անեմ ձեր մեղքի համար, եւ Մովսեսը ետ դարձավ Եհովայի մոտ եւ ասեց. Օհ, այս ժողովուրդը մեծ մեղք գործեց։ Եվ իրանց համար ոսկի աստվածներ շինեցին։ Ուզում եմ այս խոսքին շատ ուշադիր լինենք։ Բայց հիմա, եթե նրանց մեղքերը ներես, ներիր։ Եթե ոչ, աղաչում եմ, ջնջիր ինձ քո գրած գրքից։ Պատկերացնում եք ինչքան էր իր անձը փոքրացրել իր եղբայրների համար, իր ազգականների համար, Աստծուն ասում է իմ այն ժողովուրդը, որի միջոցով հանեցիր, որ իմ ժողովուրդն եմ համարում, իրանք քո առաջ մեղք գործեցին ու շատ վատ բան են արել, շատ վատ բան են արել, բայց ինքը իրեն չառանձնացրեց իր ժողովրդից անգամ այս դեպքում։ Ասեց իմ ընտանիքն են իրանք, իմ ընտանիքն են, եթե իրանց մեղքը չներես, ինձ էլ իրանց հետ ջնջիր։ Այս սիրտը, այս ոնց է լինում, այս միաբանությունը, այս մեկությունը, ժողովրդի հետ մեկ լինելը, ազգի հետ, ժողովրդի հետ, հավատացյալների հետ, Աստծուն հավատացողների, նրա անունը կանչողների հետ, ասում է ինձ էլ ջնջիր, քո այդ գրքից ջնջիր, ինձ դու ես ստեղծել, արարել, կանչել, ինձ էլ իրանց հետ ջնջիր։ Ու անկեղծ էր սա։ Բայց այսօր մի քանի տեղ էլ կուզեմ նայենք, թե Աստծո մարդիկ ընտանիքին կպած լինելով ինչերի էին պատրաստ, իրենց ընտանիքի համար։ Եվ մենք հենց այդ ընտանիքի մի մասնիկն ենք, որ ես իմ ընտանիքի համար ինչի եմ պատրաստ, իմ ընտանիքի, անգամ հենց մեր տանը, մեր ընտանիքներում, որ կմեկանամ իմ ընտանիքի դժվար պահին իրենց դժվարությանը հետները կրելու, հետները տանելու, այդ դժվարությունը իրենց հետ տանելու։ Եվ այս մեկության մասին է ամբողջ ոնց որ ընթացքը։ Նոր կտակարանում Հռոմեացիների թղթում Պողոս առաքյալը 9-րդ գլխում 2-3 խոսքում մի բան է նկարագրում, շատ զարմանալի է էլի։ Նորից այս ամենը տեսնում ենք, որ մարդը ինչքան է կարողանում ինքն իրենը դնել իր ժողովրդի համար։ Նամակում այսպես է գրում, ասում է, եթե տենց հնարավորություն լիներ, կարդամ 2-3 խոսքը։ Ես ունեմ, չէ՞, ժամանակը, կարևոր թեմային չեմ հասել։ Լավ, արագ կասեմ։ Ուրեմն այստեղ այսպես է նկարագրում, եթե հնարավոր լիներ, 5 րոպե, եթե հնարավոր լիներ, 20 րոպե ուշ ենք սկսել, Սիրանուշ քուր, տենց չի լինի։ Եթե հնարավոր լիներ, ասում է Պողոս առաքյալը, ես իմ անձը դնեի իմ ժողովրդի համար, պատրաստ կլինեի, որ եթե ես իմ անձը դնեի ու իմ ժողովուրդը կփրկվեր, ես պատրաստ եմ, ասում եմ, իմ անձը դնեի։
Բայց Պողոս առաքյալը իր սրտի մեջ գիտի, որ իր անձը դնելով իր ժողովրդի համար փրկություն չի կարա բերի, որովհետև փրկությունը մենակ Տեր Հիսուս Քրիստոսից է։ Եվ Պողոսը ասում է, ես պատրաստ եմ, բայց գիտեմ, իր սրտի մեջ ասում է, ես գիտեմ, որ դնեմ էլ իմ ազգը դրանից, չեմ կարա քավություն անեմ իմ ժողովրդին։ Անգամ ստեղ Մովսես ասում է, գնամ տեսնեմ, կարամ քավություն անեմ։ Կարամ Աստծուն բարեխոսեմ, որ ձեր մեղքերը ծածկվի կամ մի բան անի, էլի հետ դառնա այդ բարկությունը։ Բայց լսեք, մեր կյանքում Մովսեսը, Պողոսը, մյուս մարդիկ, այս բոլոր մարդիկ կարծես ստվերը լինեն, որ Քրիստոսը պիտի գար ու մեր կյանքում մեզ միանար ու մեզ իր հետ ամբողջացներ։ Նայեք, մարդիկ կարծես այս կատարվածները ոնց որ իրավիճակներ են, որ մեզ պատրաստում էին հասկանալու, թե Հիսուսը ինչ պետք էր արել էր, մեզ հայտնի աներ այդ տարածը։ Երբ որ պատկերացեք Տեր Հիսուսը, Հայր Աստված եւ Սուրբ Հոգին երկնքի արքայության մեջ, ամբողջ փառքի մեջ, եւ Հիսուսն ասում է, ես ուզում եմ այս ամենը թողնեմ ու գնամ մեկ լինեմ իմ ժողովրդի հետ։ Մեկ լինեմ։ Գամ նրանց մեղքերի հետ մեկ լինեմ։ Տենց եղավ թե չէ։ Պատկերացնում եք, Հիսուսը ամեն բան թողեց եւ եկավ մարմին հագավ ու մեզ հետ մեր մեղքերին հաղորդակից եղավ, մեկացավ մեզ հետ, որպեսզի մեզ կյանք տա, որովհետեւ նրա մեկանալով մենք կյանք ունեցանք։ Մի կարճ օրինակ ասեմ, երբ որ Հիսուսը գրկում էր բորոտին, բորոտությունը չէր ազդում Հիսուսի վրա, այլ Հիսուսի սրբությունն էր ազդում բորոտի վրա, ամեն։ Եվ Հիսուսը երբ որ եկավ մեր կյանք, մեզ դարձնելով իր ընտանիքի մի մասնիկը, մեր կյանքի մեղքերը ոչնչացան, իր սրբությունը եկավ մեր կյանքի մեջ։ Եվ մենք դարձանք իր իսկ մի մասնիկը, իր ընտանիքի մի մեծ մասնիկը, որ թե այստեղ, թե մյուս վայրերում, նրանք, որ ընդունեցին Հիսուսին, դառնալով Քրիստոսի ընտանիքի մի մասնիկը, այդ փրկությունը ժառանգեցինք Հիսուսի արած գործով։ Շատերը կարող էին փորձել, բայց Մովսեսն էլ, Պողոսն էլ գիտեին, որ իրենք չեն փրկությունը, բայց իրենք բարեխոսություն էին անում եւ այլն, բայց իրենք երկուսն էլ շեշտում են, որ փրկությունը Հիսուսից է։ Որ Պողոսն էլ ասում է, որ շարունակության մեջ Հռոմեացիների թուղթը, երբ որ ընթերցում ենք հենց 9-րդ գլխում ներքև, հասկանում ենք, որ ինքը ասում է, որ ես ուզում եմ, որ դուք այդ փրկության լուրը վերցնեք, այդ փրկությունը ձեր կյանքի մեջ վերցնեք, որ Հիսուսով մենք կյանք ունենք։ Հիսուս Քրիստոսն է, որ կյանքը, որ մեզ տալիս է, որ մենք մեկանում ենք նրա ընտանիքին, նրա եկեղեցուն, երկրի վրա, որ նրա ընտանիքն է, եւ նրա մասնիկը դառնալով կյանքի, ոնց որ Հովիվ Վարդան երեք ասեց, դառնում են կյանքի կտորներ։ Որովհետև մենք ամենքս հենց Հիսուսը կյանքն է եւ նրա ամեն մի մասը մեր ներսում այդ կտորն է, որ երկրի վրա էլ վկայում է, որ մենք նրա ժողովուրդն ենք, որ մեր ապրածն էլ մարդիկ տեսնելով կվկայեն, թե մենք նրա աշակերտներն ենք, ինչպես որ Հիսուսն ասեց։ Եվ հիմա ոնց որ Հովիվ Վարդան երեք այդ խոսքը ասեց, շատ եմ սիրում այդ խոսքը, որ իրար սիրեք այնպես, ոնց որ ես ձեզ սիրեցի։ Կլինի ընտանիքում, կլինի հենց մեր ֆիզիկական ընտանիքում, եկեղեցի ընտանիքում, իրար սիրեք այնպես, ոնց որ ես ձեզ սիրեցի։ Մի նայեք ինչ դեֆեկտ ունի քո կողքինը, մի նայ ինչ թերություն ունի։ Մովսեսը տեսավ իր ժողովրդի թերությունները, բայց ինքը չդադարեց իրեն մի մասնիկ համարելով այդ ընտանիքից։ Ինքը կպած մնաց մինչև վերջ։ Անգամ մի բան կա, բայց չէ, վախում եմ ասեմ։ Մովսեսի վերջում անգամ ինքը այնքան կպած մնաց իր ժողովրդին, որ կարծես տպավորություն կար։ Ինքը այդ ժողովուրդը չգնաց Քանանի երկիր, ինքն էլ չգնաց, բայց Աստված իրան դրա պատճառով ավելի մեծ փառքի արժանացրեց։ Բայց ես զգուշությամբ եմ ասում, էլի, որ իրեն հետո անգամ եկավ Հիսուսի հետ լեռան վրա տեսնվելու, խոսելու, բայց նրա գերեզմանը չգտնվեց եւ ինչն էր բանը, որ Մովսեսը չբաժանեց իրեն իր դժվարություններով անցնող ժողովրդից, իր ընտանիքից, թե փոքր ընտանիքից, թե մեծ ընտանիքից, իրանք իմն են ասես Տեր։ Վերջը ես
չեմ բաժանում իրան, դժվարությունով անցնում իմ տղեն, իմ աղջիկը, իմ հարսը, իմ պապան, իմ մաման, ես իրա կողքն եմ, ես այդ ժողովրդի մի կտորն եմ, ամեն, այսինքն մենք իրար հետ, մի գուցե կտեսնենք մի բան, որ մեր սրտով չի, բայց ինքը իմ ընտանիքի անդամն է, ինքը իմ ընտանիքի մի կտորն է, որովհետև ես էլ, իմ կողքի նստողն էլ, երկուսս էլ հավատքից ենք փրկված, հավատքից, որովհետև Հիսուսը խոստացել է, արել է, հավատում եմ իր ասացին ու իր արածին, դրա համար էլ փրկված եմ եւ իր ընտանիքի անդամը, ամեն, եւ սա մի բան է տալիս մեզ, որ մենք ամեն օր ապրենք այս սրտի ներսի ամրությունով, ես Քրիստոսի մի բաժինն եմ, ուրեմն նա, որ ինձ հետ հենց այս ընտանիքում նայել է բաժինը, ես իր հետ չունեմ ոչ մրցելու, ոչ փնովելու, ոչ ինձ ավելի բարձր կամ ցածր տեսնելու, չէ, բայց մի բան կարամ ասեմ, դուք սաղդ ինձանից լավն եք, որովհետև երբ որ դու քո ընտանիքում տեսնում ես, որ դու մեկն ես, որ կարող ես իր համար մի բան անել, էսի հենց այն միաբանությունն է, ոչ, ես նստեմ ընտանիքում, թող տան կին անի, կամ տան տղամարդ անի, կամ էսի տղես թողանի, էսի պապան թողանի, մաման թողանի, ես էլ քեֆ անեմ իմ համար, չէ, ես այս տան անդամն եմ, այս ընտանիքում կա մի կարիք, այսօր պետք է այգին մշակվի, ուրեմն ես մասնակցում եմ այդ մշակման պրոցեսին, այսօր ընտանիքում կա ֆինանսներ աշխատելու, ես մասնակցում եմ դրան, այսօր ընտանիքում կա հաց պատրաստելու, որ բոլորով մասնակցում ենք, այսինքն միաբան ենք իրար հետ, մի գործի համար ենք բոլորս, այդ ընտանիքի բարգավաճման, ավելացման, մեծացման և աստվածաճանաչման համար, նայք Հիսուսը, Սիրանուշ կորլուրան չէ 5 րոպե, երբ եկան Տեր Հիսուսին, որպեսզի ձերբակալեին, այստեղ մի սիրուն բան կար, նայք, երբ եկան Տեր Հիսուսին ձերբակալելու, երբ որ կարճ կասեմ, Պետրոսը թուրը հանեց և քահանայապետի ծառայի ականջը կտրեց, Հիսուս ասեց, սուրը դիր տեղը, որովհետև սուր վերցնողը սրով կընկնի, և ինչ արեց, բժշկեց քահանայապետի ծառայի ականջը տեղում, այստեղ տեսնում ենք, որ էլ դատապարտություն չմնաց, ընեց արեց, որ իր տան անդամը դատապարտության տակ չմնա սրով ընկնելու, անգամ, Հիսուսն է, որ մեր կյանքի բոլոր դատապարտությունների հարցը կարգավորում է, որ մեր վրա դատապարտություն չմնա, դրա համար մենք ամենքս մեկանում ենք Քրիստոսի հետ, նրա ընտանիքի հետ, նրա եկեղեցու, նրա հարսի հետ, ամեն, և մեր ամենքի ձգտումն է, որ մեր ֆիզիկական ընտանիքներում, օրինակ, լավ, շատ լավ է, ես և կինս եկեղեցում ենք Աստծո ընտանիքում, բա իմ հոգսս չի իմ երեխաներս, իմ հայրս, իմ մայրս, նայք, այնպես չի, որ հայրն ու մայրը փրկվել են, ու երեխեքը, որ չգան, չապաշխարեն, չփոխվեն, իրենք կփրկվեն, այսպես չի, հոր պապայի ու մամայի ապրելակերպը ընտանիքում տանում են նրան, որ որդիներն ու դուստրերն են ցանկանում ճանաչել Քրիստոսին ու մեկանալ այդ հավիտենական ընտանիքին։ Եվ մեր ապրելը ընտանիքում, հենց մեր իսկ ընտանիքներում փոքր, պիտի տանի նրան, որ այդ ընտանիքի ամեն անդամը ձգտում է ճանաչել Քրիստոսին, ուզում է իմանալ կյանքի աղբյուրին, մեկանալ կյանքի աղբյուրի հետ, խմել կյանքի աղբյուրից, մեր ապրելը, մեր ապրելու ընթացքը, հենց մեր ընտանիքներում լինելը պետք է տանի նրան, որ մեր ընտանիքի բոլոր անդամները կցանկանան իմանալ, թե ով է մեր Տերը։ Ամեն, այն խոսքը, որ ասում է հավատա և կփրկվես դու և քո ընտանիքը, սա չի նշանակում, թե հենց դու հավատացիր վերջ իրանք դու երկնքում ես, իրանք քո հետևից եկան առանց ապաշխարելու։ Չէ, մեր ապրելը, այդ հավատքի կյանք ապրելը, մեր ընտանիքի անդամներին ուղղորդում է դեպի Քրիստոսին։ Ամեն։ Եվ լինի այնպես, որ մենք հենց մեր ընտանիքներում, առաջինը մեր ֆիզիկական ընտանիքներ ասեմ, որպեսզի կարողանամ տարբերել այս մեծ ընտանիքից։ Ֆիզիկական ընտանիքներում ամբողջական ջանք անենք ապրել Քրիստոսի հետ։ Չլինի
մենակ եկեղեցի գալուց կամ կիրակի օր ապրեմ, այլ ամեն օր ապրեմ Քրիստոս իմ ընտանիքում, իմ շրջապատում, իմ ընկերների մեջ, եւ սա է, որ Հիսուսն ասեց, իրար սիրեք այնպես, ինչպես որ ես ձեզ սիրեցի, եւ ձեր շուրջը կտեսնեն սա եւ կիմանան, որ դուք իմ աշակերտներն եք։ Ամեն։ Թող որ Տերը էլ ավելիով լցնի մեզ իր հոգով եւ մենք ամեն օր ապրենք զգաստությամբ եւ սիրո հոգով լցված եւ որդեգրության մեջ եւ թող որ մեր շուրջը այս ամենը տեսնի։ Ամեն։ Այսքանը Տերը օրհնի բոլորիս, թող որ մեր ընտանիքները մեր շրջապատի համար հենց լինեն Քրիստոսի ընտանիք որպես լույս, որ կլուսավորի մեր շուրջը։ Տերը օրհնի բոլորիս։